Բարի լույս բոլորիդ։ Ժողովուրդ ջան, շաբաթ կիրակի ոչ մի վիդեո չեմ նկարահանել, որովհետև մտածում եմ, որ արդեն ժամանակն է եկել հանգստանամ շաբաթ կիրակի օրերը, որովհետև այս պայքարը ոչ մի ձև չի ավարտվում, ու դա նորմալ է, այնպես չի որ տրտնջում եմ, բայց որոշել եմ շաբաթ կիրակի վայելեմ իմ հանգիստը։ Ուրեմն ուզում եմ շատ կարճ վերլուծենք ինչ կատարվեց այս օրերին։ Կոնկրետ Սամվել Կարապետյանի, Նարեկ Կարապետյանի ասածները, այդ նյութերը, վիդեոները բոլորը տեսել եք, ուղղակի ուզում եմ մի հատ կարճ վերլուծություն անեմ, հա։ Նախ առաջինը հասկացա, որ այս ընտանիքում մեկը մյուսի հետ չեն պայմանավորվում, ոնց խոսեն, ինչ խոսեն, ու սենց իրար հակասելով առաջ են գնում, էլի։ Էլ չեմ ասում, որ մեզ лав ուրախացնելով առաջ են գնում, ինչի ուրախացնելով, որովհետև այս ամենին, այն որ ասում եմ, без слез и то от смеха не взглянешь։ Ուրեմն եկեք ֆիքսենք Սամվել Կարապետյանի ասած 3 փաստը։ Ինչ է ասում։ Ասում է, որ տարածաշրջանում Եվրազիի պետությունների մեջ Հայաստանի Հանրապետությունը ամենաարագ զարգացող պետություններից մեկն է։ Այսի մեկ ֆիքսում ենք։ Երկրորդը ինչ է ասում։ Ասում է, որ ինչպես են նպաստում պետությունը գործարարների պահով։ Ասում է, չեն խանգարում, դրանով արդեն իսկ նպաստում են 5 բալով։ Համամիտ եմ, բայց սա էլ ենք ֆիքսում էլի, ժողովուրդ ջան, հա։ Եվ ինչ է ասում, երրորդը, ասում է, ես քաղաքականություն չեմ մտնում, ես չեմ սիրում նման բաներ, իսկ բիզնեսմենները ովքեր մտնում են քաղաքականության մեջ, ամբիցիաների հարց է։ Սա էլ երրորդը, ֆիքսում ենք։ Ինչ է ասում Նարեկ Կարապետյանը։ Չեն կներեք ինձ լիջի, որ ասում без слез не глянешь։ Ոչ, մեր ախպերը մեզ շատ է ուրախացնում, էլի ինչ է ասում, ասում է, մեզ ասում է, որս որ դա պետք որ գնա լավ որս բերի մեր երկիր ֆիքսում ենք սա ասում է արտաքին պարտքը որ չվերցնեինք ասում է հիմա մենք մեր այդ թոշակառուներին այդ տոկոսը որ մենք մուծում ենք արտաքին պարտքի ասում է մեր թոշակառուներին 2 անգամ շատ ասում է փող կտայինք հիմա էս էլ ենք ֆիքսում էլի մեկ էլ մի բան էլ ասում այս տարբեր տեղերից են բերում ժողովուրդ ջան իրանց ասածները էլի ինչ ասում Նարեկս ասում է Իհարկե շատ լավ է, որ Թուրքիայի հետ ճանապարհը բացվում է։ Դա մեր պետության համար շատ լավ է։ Էս էլ ենք ֆիքսում։ Իդեպ ասեմ Նարեկ ջան, ես այն մարդն եմ, որ այն որ տակերն եմ էլի կարդում, թե դու ինչ ես ուզում ասես։ Ժողովուրդ ջան, ուրեմն ֆիքսենք ինչ է ասում։ Ասում է, այս ժուրնալիստը ասում է, շատ կոպիտ եմ ասում, էլի։ Ասում է, այս ժուրնալիստը փորձ չի ունեցել։ Դրա համար այդ պատերազմի ժամանակ, այսինքն ակնարկ անում, որ Փաշինյանը չի եղել մի հատ sense տրզած, կերած, խմած գեներալ, դրա համար ենք պարտվել, էս էլ ենք ֆիքսում։ Մեկ էլ ինչ է ասում է, իսկ հիմա, ասում է, պատերազմից հետո ընենց իրավիճակը արդեն հարցականն այդ իրավիճակը ով է ստեղծել, էլի ես ադնում ենք մի կողմ։ Ասում է, մեզ պետք է տնտեսագետ ղեկավար, որպեսի որս բերի, որպեսի զարգացնի պետությունը։ Էս էլ ֆիքսինգ։ Հա, մեկ էլ sense մի հատ էլ բան են ասում, չասեմ ինչ են անում, բայց sense հայտարարություն են անում, որ փոքր բիզնեսը ընդհանրապես հարկից ազատվելու է։ Էս էլ ենք ֆիքսում։ Հիմա ուզում եմ հասկանամ, Նարեկ ջան, հոպարը տա, քերի տա, ով է, սաման, չեմ անում։ Դուք իրար հետ չունեք։ Ասենք իրար հետ չեք շփվում, չեք պայմանավորվում, որը ինչ եք ասելու, հա։ Հիմա որ ասած ընդունեմ ես։ Ասենք մեր Հայաստանի Հանրապետությունը, ասենք զարգացող ամենաարագ զարգացող պետություններից մեկն է, թե այնքան թշվառ վիճակը, որ դու պետք է գաս, ասենք կամ դուք պետք է գաք, ինչ որ տնտեսագետ բերեք, ղեկավար, որ որս բերի, հա։ Ես էդ եմ ուզում հասկանամ։ Ասենք իրար հակասում եք, էլի։ Կամ երկրորդը, որ հոպարը տա, տոլի քերի տա սաման, ասում է ամբիցիաներ է քաղաքականություն մտնելը։ Բա մի հատ հոպարի կամ քերուտ չես հարցրել, այս իշխաբարախ եք մտել քաղաքականություն, հա։ Կամ երրորդը, այդ որ դու ասում ես մեզ որս բերողա պետք, հա, այդ որս անող բերողա պետք։ Ես չեմ ջոգում, դու տեսողությունից, լսողությունից վատ ես տղա ջան, ասենք իմ մոտ հարց է ծագում, էլի կարող է տենց խնդիր ունես։ Չէ, ես ուրիշ խնդիրներ տեսնում եմ, բայց կարող է դրա խնդիրներ կա, ախպեր ջան, կարող է դրանից են բանակից ազատել։ Ես տեղյակ չեմ։ Հիմա հարց է ծագում, Ազիզ ջան, բայց որս ով էր բերողը, այդ նույն ժուրնալիստը չէր։ Հա։ Ասենք այս պայմանագրերը որ բերում է հիմա էլ ատոմակայաններ եւ այլն, հա։ Ու սենց այս որսերը բերում է։ Այդ նույն ժուրնալիստը չի եղել։ Օպատնի տնտեսագետներ ջան։
Թե դուք մտածում եք, այս ամեն ինչը, այս գրուզը, այս մարդը վերցրեց իր վրա, այս ծանր պայմաններում, դանակի եզրով քայլելով, պետության դրոշը գերբը պահեց, հիմա էլ խաղաղություն է հաստատել, հիմա էլ որսը բերում է, դուք էլ ուզում եք գաք, այն միսնիկների նման, ժերնի կուսոկները մի կողմ դնեք, ոսկորները մի կողմ, խաշը մյուս կողմ, հա, դրա համար եք ուզում գաք։ Այն որ ասում է պատնոսի վրա ամեն ինչ պատրաստ, պարարտ հողը ստեղծած, ուզում եք գաք, վայելեք, չի ստացվելու նարեք։ Ով որ էս պարարտ հողը ստեղծել է, նա էլ լինելու է ղեկավար։ Էսի ակաժներից օղարեք։ Որտեվ հայ ժողովուրդը դեբիլ չի։ Հայ ժողովուրդը այլևս կուտ ու տող չի։ Հայ ժողովուրդը փառքը շատ էս ինտերնետի միջոցով, էս Facebook-ի միջոցով, YouTube-ի, TikTok-ի եւ այլն նման համակարգի միջոցով տեղեկացվում է մինչև ատամները զինված է ինֆորմացիայով։ Կամ տնտեսագետ ջան, մի հատ հարց տամ։ Կենսագրությունդ կարդացի։ Ձիուդայուս։ Քանի ինստիտուտ ու եսի ինչ երկրներ, պետություններ եւ այլն sense լով լցրել են ուղեղը, տելի գիտելիքով կարծես։ Ու դու նման ուսումներ անցած մարդ գալի նստում ես ասում ես եթե մենք արտաքին պարտքը չունենայինք մենք մեր թոշակառուների 2 անգամ ավել թոշակ կտայինք։ Տոլավ է։ Երկուս նստիր։ Տղա ջան, դու որպես տնտեսագետ պետք է քաջ տեղյակ լինես, որ աշխարհում կան գերհզոր պետություններ, որոնց պարտքերը բոլոր մնացած պետություններին իրար հետ վերցրած չի հասնում։ Ասենք Ամերիկայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Կանադայի պարտքերը։ Մի հատ Վիկիպեդիան բացի գուլու խաղա։ Ասենք ես ում ակաժներն ես եկել լցնես արտաքին պարտքով։ Բոլորս էլ տեղյակ ենք, յուրաքանչյուր տնտեսագետ տեղյակ է, որ արտաքին պարտքը ինչքան շատ է լինում, այնքան զարգացող պետություն է։ Արտաքին պարտքը ինչքան շատ է լինում, այնքան այդ պետությանը վստահում է համաշխարհային բանկը։ Երկրորդը, մենք այդ արտաքին պարտքը չենք վերցրել ու կերել այն պապաների, այն ձեր համակիրների պապաների նման։ Մենք չենք կերել։ Դպրոցներ են կառուցվել, ճանապարհներ են կառուցվել, մանկապարտեզներ են կառուցվում, ներդրումներ են անում տարբեր ոլորտների մեջ, ասենք բանակը ինչ, ուզում ես ասես բանա։ Փաշինյանը sense մի հատ հորած մեծ ոսկու կուժ ուներ, հա, քանդեց, այդ ոսկու կուժը հանեց, ծախեց ու բանակը հզորացրեց։ Այդ զենքերը առավ, հա, թե օդից իջան այդ զենքերը, թե նվեր են այդ զենքերը, Նարեկ ջան։ Թե մեր երկիրն ենք տվել այդ զենքերի դիմաց, Նարեկ ջան, մեր դրոշն ենք տվել, մեր ինքնիշխանությունն ենք տվել այդ զենքերի դիմաց, կամ IT ոլորտում, ասենք դու մի հատ բացի բյուջեները նայ, ինչքան ա եղել, հիմա ինչքան է։ Ասենք որտեղից այդ փողերը, ասենք քեզ ի՞նչ է թվում, օդից է հիշնում պետության զարգացումը, կամ դու քեզ դրել ես տուպոյի տեղ, Նարեկ ջան, հա, իմ մոտ այդ երկու հարցն է ծագում, կամ դու քեզ դրել ես տուպոյի տեղ ու հարևանի հավերն ես ուզում ուտես, կամ էլ դու իրոք տուպո ես։ Ասենք դու սա գալիս, որ դու այդքան կրթությունը իզուր ես անցել, էլի, եթե դու հելնում նման հիմարություն ես դուրս տալի։ Կամ էլ մի հատ այդ հոպարը տա քերիկ տա, մի հատ խորհրդակցի հետ, էլի, մի հատ հասկացեք ինչ եք ասում, էլի, վերջը կողմնորոշվեք, էլի, ինչ եք ասում։ Ասենք ինչ է նշանակում այդքան ուսում ունենաս ու հելնես ես հիմարություն դուրս տաս։ Ասենք, չգիտես, էլի, իրոք խնդաս վրեկները թե ինչ։ Մի հատ sense գեղեցիկ, sense մի հատ sense խելացի, ինչ որ մի հատ գաղափար, միտք, բան չեք կարող բերեք։ Գալիս եք sense տուֆտա թեմաներ եք առաջ բերում, էլի, թե բաթոշակառուները, մեր աղքատ ժողովուրդը, բան աղքատը դուք եք։ Մեր ժողովուրդը աղքատ չի։ Ֆինանսապես ոչ ապահով, այո, ընտանիքներ կան, բայց չկա աշխարհում մի պետություն, որ չունենա ֆինանսապես ոչ ապահով ընտանիք։ Չկա մի պետություն, որ չունենա աղքատ մասա։ Այո, բառից բուն իմաստով աղքատ մասա։ Դու մեր պետությունից ի՞նչ ես ուզում 35 տարի ռսի տակ պարկած ու ամեն ձևից ծակած ու կեղեքած ու կերած։ Կամ որ ասում ես հարկերից ազատելու ենք բանին, փոքր բիզնեսին, ինքը չի մուծելու միջև հզորանա։ Չէ, լավ բաներ ես առաջարկում, բան չասի։ Զարգացած պետություններում, արդեն բյուջեն հստակ գործող պետություններում, այո, կարելի է նման ձև արվել նոր տնտեսագետների հետ, բայց ազիզ ջան, բայց պետության այդ բյուջեն, այդ բանակի բյուջեն, տեխնոլոգիաների բյուջեն, ասենք, հա, այդ կրթության բյուջեն, սպորտի բյուջեն, սահմանա բերելու այդ փողերը տա։ Ասենք, ես ում ես կուտը տալիս, էլի, ինձ հետաքրքիր է։ Չէ, դու քեզ դեբիլի տեղ չես դրել, դու մեզ ես էշի տեղ դրել, տղա ջան։ Հարու կրթություն ստացել ես, եկել ես նես բաներ ես բլտեսնը, այն էլ առաջին ալիքով։ Ամոթ, բան, դրած մի կողմ, էլի։ Կամ այդ որ ասում ես արտաքին պարտքը չունենային թոշակառուների պենսիաները շատ կլիներ։ Նա հարց եմ ուզում տամ, այդ հեծը եք այդքան միլիոնով դրել զալոգ համաշխարհային բանկում։
Չլինի թոշակառուների թոշակներն եք ավելացրել, հա։ Բարեգործությամբ եք զբաղվել, որ մեր հեծը դրել եք զալոգ, հա։ Կամ են մախինացիաները, որ սաղ հիմա հելնումա ջրի երես, թե ինչեր եք արել, քանի անգամ եք դրել, որ իրավունքը չեք ունեցել բանկերում, հա։ Ասենք այս ամեն ինչը, որ հելելա ջրի երես ու դրանից հետո դուք հելնում եք, առավել եւս գնում եք առաջի ալի կուրսից ցույց տակ, թե ինչ պուպուշ տղերք եք, էլի դուք պուպուշ պոնչոներ եք։ Հա, ինքնասիրություն բան, պատիվ բան, չկա։ Հա։ Մի հատ պատասխան տուր է ժողովրդին, էլի Նարեկ ջան։ Այդ հեծը, որ այդ միլիոնները աշխատել եք ու հիմա էլ մի դրամով վարչապետ եք ուզում աշխատեք։ Խիեք հեծը զալոգ դրե համաշխարհային բանկում։ Այդ որիդ աշխատավարձի համար եք դրել, հմ։ Կամ ինչ ներդրում եք արել հեծի մեջ, որ դուք այդքան միլիոնով դրել եք զալոգ համաշխարհային բանկում։ Տղա ջան, դու ես հարցին պատասխանի ժողովրդի առաջ։ Ինչ իրավունքով եք դրել սա զալոգ։ Կամ որ զալոգ եք դրել, ինչ ներդրում եք արել հեծում, որ ամեն օր միտեղ գմփում ցմփ անում։ Ամեն մի ռայոն օրերով կարող առանց լույս լինի, որտեվ այսինքն բարակ պրովոդներ եք բերել քաշը ժողովրդի համար։ Դուք եք որոշել ժողովրդի ինչքան պետք է օգտագործի լույսը, հանգարց մի բան ավելա միացնում, շոջիկը վառում է, հա։ Ինչ եք դրել։ Այ դու դրանից խոսի։ Կամ որ ժողովուրդը սկսեց այս արևային համակարգը գնել, ընդ որում կրեդիտով ու դուք շատ լավ եք հասկացել, որ ժողովուրդը դա կրեդիտով է վերցնում։ Որպեսի ձեզ վաճառի, հեծին վաճառի, ունդեղ 2 կոպեկ աշխատի։ Այդ խի բարձրացրիք գինը, Նարեկ ջան։ Այդ նոր տնտեսագետների հարկերը զրոյացնող Նարեկ ջան, այդ խի բարձրացրեցիք, որպեսի մարդիկ չկարողանան փող աշխատեն։ Այդքան շատ եք մտածում, հա, ժողովրդի մասին, թոշակառուների մասին, բայց թոշակառուներին խի մի անգամ սկիպկա չեք արել լույսի պահով, հա, խի կես գնով չեք արել, կամ անապահով ընտանիքների մասին տենց թույն մտածող տղա ես, այդ խի այդ նույն անապահով ընտանիքներին չեք գրանցել ձեր մոտ ու գումարի կեսը չեք վերցրել, 50% զեղչ չեք արել, չեմ ասում, լրիվ ջրել, մենք ձեր նման չենք ջրում, ֆանտազիաների հետևից չենք գնում, խի 50% գոնե չեք սարքել, հմ։ Ոչմ սաղը իրար հետ աշոցյան եղեք, հերիքա գլուխներս լվանա, կարա հավես չունենք։ Մենակ կլոնադայի նման կարամ նստեմ նայեմ ու սենց մի հատ խնդամ, էլի, ուրիշ ոչինչ բան։ Պրոստը ցավանին ենա, որ ժողովուրդ ունենք, որ հավատում են ձեզ, էլի, իրոք ասում են, հա, էլի, մեր մասին են մտածում։ Միջև հիմա մենք այդեն ժողովուրդ ունենք։ Ես դրա համար եմ մտել խոսամ, թե չէ դու քեզանից բան չես ներկայացնում, ոչ էլ ասածը տա իրանից բան ներկայացնում, որ մտնեմ մի հատ էլ քեզ հակադարձվեմ։ Մի բան էլ ավելացնեմ, ժողովուրդ ջան, ես մեկամ իմ եթերի ժամանակ ասացի, որ բիզնեսմենները չունեն ոչ ազգություն, ոչ կրոն, ոչ բան, էլի, իրանց համար փողն է Աստվածը, այ հիմա բերեմ փաստեմ, որ էլի այդպես է։ Հիմա տեսեք, փաստում եմ, որ բիզնեսմենները այդ տեսակներն են, հա, հիմա նայենք Նարեկին։ Ինչ արեն Նարեկը, կանչել է Իսրայելից, հա, ինչ որ թույն մասնագետների, որպեսզի իր պրիդվիբրնի կամպանիան առաջ տանեն։ Այսինքն, որպեսզի իրանց խորհուրդ տան, ոնց նկարվեն, ոնց կանգնեն, որ պոզը կանգնեն, ինչ չասեն եւ այլն։ Դնեմ մի կողմ, որ այդ Իսրայելի այդ մասնագետները ընդհանրապես տեղյակ չեն ում հետ գործ ունեն, էլի, ես իմ կատուն եմ մեր ժողովրդին։ Բայց դե լավ, որ իրանք կարող է պատահի այս Նարեկենց այս թիմը առաջ տանելուց հետո մնան անգուրս, դա ես չեմ զարմանա, որովհետև հաստատ պարտվել են, որովհետև նորից եմ կրկնում, մեր ժողովրդին լավ չգիտեն։ Հիմա այդ հրյա մասնագետները անգործ կմնան, չեն մնային, ոտերին չի, ասենք Նարեկից կամ ես ում $5 միլիոն կամ $1 միլիոն քերեն ինչ կանեն, կաշխատեն իրանց փողը կհելեն աշոցյան կլինեն, դա ինձ ընդհանրապես չի ուզում, ինձ ուզում է ուրիշ հարց։ Ինձ ուզում է այն հարցը, որ այդ նույն թույն հայրենասեր մեր տղերքը, այդ նույն պետությունը, որ ունի նման խառնակիչ բնավորություն, հա, որ մեր պատերազմի ժամանակ ակնհայտ կանգնել է մեր թշնամու կողքը, հա, օգնել ամեն ինչով, որ մենք պարտվենք, հա, ու այդ նույն պետությունը, որը միջև օրս եղերնը չի պրիզնատ գալիս, հա, գնացել այդ պետությունից մասնագետ է բերել։ Դուք հասկանում եք ինչքան վատ է սրանց վիճակը։ Ընդհանրապես ես ուզում եմ հասկանամ։ Այդ 25 թվին Սամոն երբ որ ասեց, որ դա ամբիցիա է, ես քաղաքականություն չեմ մտնի։ Այս պետությունը ամենազարգացող պետությունն է Եվրազիայի մեջ։ Կարող է Սամոն դրանից հետո տուտոզի դրել է Պուտինը։ Կարող է հենց այդ արտահայտության համար է դրել որիդ։ Որ դու ստեղ ես միջև հիմա, իմ մոտ հարց է ծագում, Սամո ջան, պատասխանի, թույն տղերք, Ծիրանի ժամանակ որտեղ էիր, Սամո, կասես, որտեղ էիր, բարերար ջան, Ծիրանի ժամանակ, այդ տղերքին, որ այդքան բռնեցին, այն տղերքը, որ հելել էին հայի թասիբը պահեին, ու բոլորը դատվեցին, որի համար ես դու փաստաբան խրկե, բարերար ջան, որի հետևից ես գնացել, մի հատ օրինակ բերել, ես ուզում եմ իմանամ, իմ համար շատ կարևոր է, ես այդ դառը օրերը չեմ մոռանա, թուրքերը ինձ վիդեոները ոնց են եղերգում, թե մեր տղերքին ինչ օրն են գցում։ Դու այդ օրը որի կողքն ես կանգնես, Սամո, որի համար ես փաստաբան վարձել, բայց դա $5 միլիոն, թե $1 միլիոն, թե $2 միլիոն տալիս եք գնում եք արտերկրում լրատվական ինչ որ բաներ եք տալիս, հա, հաղորդումներ եք տալիս ազգի վրա, մեր երկրի վրա։
Գնում եք գործ եք տալի մեր պետության վրա, հա, ինչ որ բան է, հարցազրույցներ եք տալիս պետության դեմ ընդեղ։ Հետո գալիս եք սկսում եք արդեն որ ասած կկաղեք, կուտեք այդ վիճակն է ձեր մոտ։ Արա ես ուղղակի լուրջ եմ ասում, որ ասեմ զարմանում եմ, ոչինչ չասեմ, էլի, ասենք դուք ձեզ ինչի տեղ եք դրել, էլի։ Գնում եք պետության վրա գործ եք տալիս։ Եվրեին բերում եք, որ ձեր պրիդվիբրնի կամպանիան առաջ տանի, հա։ Ասենք ով եք դուք էլի, սենց իրոք էլի, սենց նայում եմ ու սենց ուղղակի զզվանք եմ ապրում այս process-ներից էլի ես չեմ սիրում մարդկանց միշտ բան անեմ էլի ասեմ թասի հայրենասեր բան արդեն այդ հայրենասեր բառից էլ եմ զզվում բայց արա ամեն ինչ պրիձել ունի էլի ամեն ինչ պրիձել ունի որտեղ էիր դու Ծիրանի ժամանակ Սամո որտեղ ու կողքն ես կանգնել որի համար ես փաստաբան վարձել Սամո այն տղերքը որ հայ թասիբն էին ուզում պահեին նույն թուրքին ուզում էին նակազատանեն Ռուսաստանում դու որտեղ էիր ես ճիշտ եմ հասկացել Սամո որ հետևի դրել է Պուտինը 25-ի այդ արտահայտությունից հետո, որ ասել է տարածաշրջանում ամենազարգացող պետությունն է, որտեղ Պուտլերը չի կարա հանդուրժի, որ հեղափոխությունից հետո ինչ որ մի պետություն զարգանա, Սամո։ Ժողովուրդս թող քաջ գիտակցի, որ յուրաքանչյուր այսենց ռուսամետ, հանկարծ, հայրենիք սիրող, յուրաքանչյուր անձ, ով գալիս է սենց բաներ է խոսում, ու ուզում է դառնա ղեկավար, ես ես ասում եմ վստահ ժողովուրդ ջան, Պարարտ հողը Փաշինյանը ստեղծել է, Պատմոսի վրա ամեն ինչ ստեղծել է, ու այս պետությունը գնում է դեպի զարգացում իրոք կայծակնային արագությամբ, ու սրանք ուզում են համոտ թիքեկը տանեն, այսքան բան։